երբ տարեց կնոջը ստիպում եք կամ չեք ստիպում, խնդրում եք կամ չեք խնդրում, որ գնա ու Փաշինյանին ասի էլ որ շրջանը կամ մարզն ես տալու ու հետո այդ տեսանյութը թափով տարածում եք, որ իբր ձայներ ստանաք, ձայներ ավելացնեք, վստահ եղեք, որ կտրուկ ձեր ձայների կողմնակիցների թիվը նվազում է, որովհետև Հայաստանի բնակչությունը բոլորից լավ է տեղյակ, թե ինչ եղավ Արցախում, ինչու եղավ եւ ինչպես եղավ։ Երբ որ ասում եք Արցախը մերն էր, տվեց, խնդրում եմ ցույց տաք 1991 թվականից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը մի փաստաթուղթ, որտեղ Արցախը ճանաչվել է որպես անկախ պետություն որևէ երկրի կողմից կամ Հայաստանի մաս որևէ երկրի կողմից։ Այն որ զարմացած մեկ-մեկ հարցնում եք, ասում եք, թե ինչու պատերազմի ժամանակ որևէ երկիր, այդ թվում Ռուսաստանն ու Իրանը մեզ չօգնեցին, մի քիչ մտածեք, հետո նոր այդ կնոջը տարեք ու ստիպեք կամ մի ստիպեք, խնդրեք կամ մի խնդրեք, որ Նիկոլ Փաշինյանին ինչ-որ հերոսական բաներ ասի։ Դրանով դուք միայն ձեր ընտրազանգվածի թիվն եք նվազեցնում, որովհետև մարդիկ գիտեն, որ Արցախում ինչ է եղել, շատ լավ գիտեն։ Մնացած թեմաների մասին չեմ ուզում խոսել, խոսեմ առաջիկայում նորից հիշեցնելով, թե ինչ եղավ Արցախում։ Ստիպում եք, որ հիշեցնեմ, ես էլ կհիշեցնեմ։ Ինչ վերաբերվում է ձեր կողմից այդքան թմկահարվող մարդկանց փորձում եք թյուրիմացության մեջ գցել, թե բա խաղաղություն չկա, կեղծ խաղաղություն է եւ այլն։ Ուրեմն ես հիմա նստած եմ միտեղ, որը սահմանից մոտ է 20-30 մետր։ Այդ սահմանի մոտ գտնվում է այս եկեղեցին, որը տեսնում եք։ Այդ սահմանի մոտով, հենց անմիջապես մոտով անցած միջպետական ճանապարհը Երևան, Թբիլիսի միջպետական եւ ընդհանրապես երբ որ ինչ-որ բան հայտարարում եք, հայտարարելուց առաջ երկար մտածեք, նոր հայտարարեք եւ եթե ձեզ թվում է, որ դուք կարող եք մարդկանց ստիպել, որ իրենք մտածեն, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ իր մեծ ցանկության դեպքում կարող էր ինքնական վերցնել ու Արցախ ինչ-որ մեկին տալ, լավ էլի, ու այդ ձևով դուք ուզում եք մտնեք քաղաքականության մեջ ու հաջողության հասնել, չեք կարող, ջախջախիչ պարտություն կգրեք, որովհետև մարդիկ չեն սիրում, երբ որ իրենց խաբում են, մարդիկ զզվում են, որ իրենց փորձում են խաբել, այնպես որ առողջ եղեք ու զվարթ։